Իրանը եւ Միացյալ Նահանգները իրարամերժ տեղեկություններ են հաղորդում հրադադարի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցություններ չեն ընթանում։ Երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել եւ հաղորդագրություններ են փոխանակվել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը, ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել, բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը եւ ի պատասխան մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներ անելը բանակցություններ չեն։ Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային եւ հաստատուն։ Արաղչին հավելել է, թշնամին պետք է դասեր քաղի, որպիսի այլևս երբեք չմտածի Իրանի դեմ հարձակման մասին։ Նրա խոսքով հակառակորդը չի կարողացել հասնել իր մի շարք նպատակների, այդ թվում պառակտել երկիրը, ապահովել արագ հաղթանակ եւ խաթարել ներքին համախմբվածությունը։ Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Միթե նրանք չէին խոսում անվերապահ կապիտուլյացիայի մասին։ Այդ դեպքում ինչու են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին բանակցություններ վարելու համար։ Դիվանագետի խոսքով վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ամերիկյան ռազմաբազաները ոչ միայն չկարողացան ապահովել ընդունող երկրների անվտանգությունը, այլ ըստ էության վտանգ ստեղծեցին նրանց համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակառակը պնդել է, որ բանակցությունները շարունակվում են եւ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում։ Նրանք բանակցում են եւ շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդն իրենց կսպանի։ Նրանք վախենում են նաեւ, որ մենք նրանց կսպանենք։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա Իրանն ուժեղ հարվածների կենթարկվի։ Բանակցությունները շարունակվում են, դրանք արդյունավետ են։ Եթե Իրանը չընդունի ներկայիս իրողությունները, եթե նրանք չկարողանան հասկանալ, որ ռազմական առումով պարտվել են, ապա նախագահ Թրամփն այնպես կանի, որ նրանք ավելի ուժեղ հարվածների ենթարկվեն։ Լևիթը հավելել է, ամերիկյան ուժերը շատ մոտ են Իրանի դեմ գործողություններում իրենց գլխավոր նպատակներին հասնելուն։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամկետին, Լևիթը կրկնել է, այն մնում է անփոփոխ։ Ինչպես ասել եմ, մենք միշտ կանխատեսել ենք մոտավորապես 4-ից 6 շաբաթ, այնպես որ կարող եք ինքներդ հաշվել։ Լևիթը նաև հրաժարվել է ասել, թե ԱՄՆ վարչակազմն իրանցի որ պաշտոնյաների հետ է բանակցում, նշելով, որ դրանք զգայուն դիվանագիտական քննարկումներ են։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իր խորհրդական ուփեսա Ջարեդ Քուշները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նաև տեղեկություններ են տարածվել, որ Իրանը մերժել է 15 կետից բաղկացած ամերիկյան առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ եւ 5 կետից բաղկացած սեփական առաջարկն է ներկայացրել ամերիկյան կողմին, որը ներառում է հետեւյալ պայմանները. իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, երաշխիքներ, որ Իրանի դեմ այլևս պատերազմ չի ծավալվի, փոխհատուցում պատերազմի հասցրած վնասների համար, ռազմական գործողությունների ավարտ եւ Իրանի ինքնիշխանության իրացում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները, Իսրայելը եւ Իրանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Անօդաչուներ եւ հրթիռներ խոցելու մասին են հայտնել նաեւ Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածների է ենթարկել Իրանի զինամթերքի գործարանների եւ նավաշինարանների 2/3-ը։ Ոչնչացվել է իրանական մեծ նավերի 92%-ը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության մինչ այժմ ամերիկյան ուժերը խոցել են 10,000 թիրախ։ Իսրայելն էլ հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Իրանի վրա ավելի քան 15,000 արկ է գցել։ Պատերազմի դադարեցման միջնորդական ջանքերի համար տարածաշրջան կմեկնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը։ Ֆրանսիացի դիվանագետ Ժան Արնոն կապի մեջ կլինի կողմերի հետ եւ կգլխավորի ՄԱԿ-ի ջանքերն ուղղված հակամարտության եւ դրա հետևանքների կարգավորմանը։ Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից, ժամանակն է անցնել դիվանագիտության։ Պատերազմի գրեթե 4 շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1750-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ են։ Իսրայելում կա 17 զոհ։ ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1070 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին Հեզբոլլահ շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։